Վերջին տարիներին կեղծ լուրերը կամ այսպես կոչված fake news-ը դարձել են տեղեկատվական դաշտի ամենալուրջ մարտահրավերներից մեկը։ Դրանք տարածվում են արագ, հաճախ առանց ստուգման եւ կարող են լուրջ ազդեցություն ունենալ հասարակական կարծիքի, որոշումների եւ նույնիսկ անվտանգության վրա։ Մասնագետները ասում են, կեղծ տեղեկությունների տարածումը գալիս է դեռ ասեկոսեներին հավատալու ժամանակներից։ Նման տեղեկությունները ուղիղ ազդում են մարդկանց հոգեբանության վրա, քանի որ այդ տեղեկություններով մարդու մոտ որոշակի կարծիքներ են ձևավորվում երևույթի կամ անձի նկատմամբ։ Մասնագետները նշում են, որ խոցելի խմբում հայտնի մարդիկ են եւ տեղեկության տարբերակման համար պարտադիր է, որպեսզի քաղաքացիները ստացված ինֆորմացիան կարողանան ճիշտ վերլուծել։ Եվ քաղաքական գործիչները եւ սովորական մարդիկ, ովքեր անուն ունեն, հեղինակություն ունեն, իրենց մասին երբ որ fake news-եր են տարածում, դա իրենց արժե զրկում է։ Մարդը բարձրագույն կրթություն ունի կամ կրթված մարդը կարողանում է վերլուծի եւ այլն, իհարկե իր վրա ազդելը fake news-երի ավելի դժվար է, որտեղ ինքը հավաքագրում է տեղեկատվությունը, այլ ոչ թե հիմնվում է մեկ տեղեկատվության վրա։ Սոցիալական ցանցերի զարգացումը էականորեն փոխել է տեղեկության տարածման մեխանիզմները։ Եթե նախկինում ինֆորմացիայի հիմնական աղբյուրը ավանդական լրատվամիջոցներն էին, ապա այսօր դրա համար օգտագործվում են բազմատեսակ հարթակներ, նշում են մասնագետները եւ հավելում, որ հիմնականում կեղծ տեղեկությունները տարածվում են X-ի հարթակում եւ Telegram-ում։ Մասնագետները ասում են, որ դրանք տարածվում են երկու ուղղությամբ՝ կոմերցիոն եւ քաղաքական դաշտին վերաբերող հրապարակումներով։ Մարդկանց առաջարկում են ինչ-որ ներդրումային խաբեության սխեմաներ կամ առաջարկում են սիրային, երբ որ միայնակ մարդկանց են գտնում, սկսում են սիրահետել։ Երկրորդ բլոկը դա արդեն ինչ-որ քաղաքականացված բան ենք տեսնում, այս ավելի շատ գործում են ներքին քաղաքական դաշտում։ Ավանդաբար այդ ուղղությամբ ամենաուժեղը եղել է մեր մոտ ադրբեջանական կողմից ներազդեցության փորձերը։ Կեղծ լուրեր էին տարածել։ Փաստաբանները ասում են, որ եթե համացանցով կեղծ տեղեկություն է տարածվել անձի մասին, կան իրավունքների պաշտպանության մի քանի եղանակներ։ Այն դեպքում, երբ քաղաքացին գիտի, թե ով է տարածել կեղծ տեղեկությունը, ճանապարհը զրպարտության կամ վիրավորանքի համար դատարան դիմելն է եւ պահանջելը, որ հեռացվի կամ հերքվի այդ տեղեկությունը։ Եթե չգիտենք ում կողմից է տեղեկատվությունը տարածվել, այս դեպքում միակ եղանակը պարզելու դա ոստիկանություն բողոք ներկայացնելն է, եթե արկա է հանցակաց, որպեսզի ոստիկանության կողմից ձեռնարկած միջոցառումների արդյունքում առնվազն քաղաքացին ստանա տեղեկատվություն, թե ինչ օգտահաշվից է եւ տեղեկատվությունը տարածել, որպեսզի իրավունքների հետագա բնականաբար պաշտպանությունը ինքը իրականացնի։ Մասնագետները իրազեկում են, որ եթե ստեղծվել է կեղծ տեսանյութ, որը կազմվել է արհեստական բանականության միջոցով, ապա դրա իրականության համապատասխանությունը որոշելու համար քաղաքացիները կարող են դիմել փորձաքննություններ իրականացնող կազմակերպություններին, որտեղ էլ փորձագիտական եզրակացությամբ կհաստատվի, որ դա կեղծ տեսանյութ է։ Այսպիսով, թվային դարաշրջանում տեղեկատվության արագությունը դարձել է ինչպես հնարավորություն, այնպես էլ ռիսկ։ Իսկ կեղծ լուրերի պայմաններում, ըստ մասնագետների, ամենակարևոր գործիքը դարձյալ գիտակցված եւ պատասխանատու տեղեկատվության սպառումն է։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։